Սիրելի իմ ժողովուրդ, խատուտիկ, մենք իհարկե խատուտիկը բազմիցս ասել եմ, որ պետք է օգտագործենք ծաղիկները, եթե թարմ է թեյի տեսքով, եթե ոչ, ապա անպայման կտրում ենք, դնում սառցախցիկ, թարմ վիճակով ձմեռը 5 հատ խատուտիկի ծաղիկ եւ 200 գրամ ջուր, 200 մլ ջուր, երման ջուր եւ ապահովված է ձեր առողջությունը։ Բացի դա, խատուտիկը նաև շատ առողջարար է նաև նրանով, որ եթե կա ձեր մոտ խնդիր որևիցե մի մասի, մարմնի մասի մքացում, ապա ինչ ենք անում, տեսեք, խատուտիկից դուրս է գալիս, այս ցողուններից դուրս է գալիս կաթը, մենք այս կաթը կպցնում ենք այն մասը, որտեղ կա մքացում, մաշկի մքացում եւ 10-15 անգամ անելուց հետո ձեր խնդիրը կվերանա։ Բացի դա, ամենակարևորը իմ շատ սիրելի ժողովուրդ, խնդրում եմ, տարածեք, ամենակարևորը, ամենահզոր միջոցը խատուտիկի արմատն է։ Իհարկե մենք հանում ենք արմատը հանելուց հետո մենք պետք է լավ մաքրենք, տեսեք, այն հրաշալի մաքրվում է, նույնիսկ անգամ շատ հեշտությամբ, արագության համար փոկվեց։ Այնուհետև մենք այս արմատը լվանում ենք եւ ուտում, հենց ուտում, այս պահին։ Եթե դուք ուզում եք, որ անպայման խնդիր կա ձեր մոտ եւ այն վերանա, հակաբորբոքային, հակավիրուսային, այն ունի նաեւ անոթները մաքրող, սիրտանոթային համակարգը, բայց արմատը հիմնականում օգտագործում ենք հակաուռուցքային միջոց որպես։ Եթե կարող ենք թարմ վիճակով օգտագործել, ապա հենց այսպես թարմ վիճակով օգտագործում ենք, կարող ենք նաև բլենդերի մեջ աղալ, մի փոքր ավելացնել ձեթ, ընդ որում սև քունջութի յուղ, անպայման, որովհետև նա ունի նույնպես հակաուռուցքային հատկանիշներ, երկուսը միասին լինում է ռումբ եւ իհարկե, եթե արդեն ձեր մոտ կա քիմիոթերապիայի կընդունում կամ ճառագայթային բուժում, ապա շատ անհրաժեշտ է։ Իսկ այն մարդը, որի ժառանգականության մեջ կա այդ կարող եմ ասել շատ ահավոր հիվանդությունը, ապա անպայման նա պետք է օգտագործի, որպեսզի ուռուցքային բջիջները վերանա օրգանիզմից։ Արմատը ինչպես ենք օգտագործում։ 1 ճաշի գթալ աղացած արմատը կամ բլենդերով հարած արմատը ամեն առավոտյան, ընդ որում սկզբից խմում ենք սև քունջութի յուղ 1 ճաշի գթալ, կես ժամ հետո ուտում ենք մեր աղացած արմատը։ Իսկ եթե թարմ չի, ուզում եք 12 ամիս օգտագործել, որ շատ լավ է, առողջարար է ձեր օրգանիզմի համար, վերցնում ենք արմատը, լվանում, քերում կեղևից եւ մանր կտրատելուց հետո չորացնում օդխաղացող վայրում։ Այնուհետև աղում ենք աղացով եւ որպես սուրճ օգտագործում 1 թեյի գթալը 1 բաժակ սուրճի հետ, այսինքն պետք է այն լինի մոտավորապես աղացած վիճակով 1 թեյի գթալը 100 գրամ ջրի հետ եւ դուք ունենում եք հրաշալի առողջություն տարին 12 ամիս, կարող եք ընդհանրապես սուրճ օգտագործել, որպես սուրճ չինացիները օգտագործում են դա աղացած վիճակով, ավելացնում են երման ջրի մեջ, ինչպես մեր սուրճն է, մի փոքր ուզում է եռա, անջատում են եւ խմում որպես սուրճ։ Գիտեք ինչքան առողջարար է։ Ես չեմ ասում յուրաքանչյուր բույս, որ տալիս է, որ նվիրում է մեզ մեր բնությունը, դա ինչքան լավ է ազդում մեր առողջության վրա։ Օգտագործեք անպայման խատուտիկի արմատ որպես հակաուռուցքային միջոց, նաև յուղը սև քունջութի յուղ։ Երկուսը միասին ռումբ ձեր առողջության համար։ Սիրում եմ ձեզ իմ ժողովուրդ։